Nama, tena colaborăm hajat. Alliance. Ոչ մեկ անմասն պետք է չմնա, էլի։ Կոնգրեսին։ Կոնգրեսին։ Շնորհապետականի լավ չի գտնի։ Հա, շնորհապետականին գալի Բանկացողներ չեք շփրտում։ Բանկարի դու լավ ես բարում։ Լավա։ Մաքրի երևա։ Ինքան շատ է խոսեցի, հիմա որովհետև ամենանովա Բոլորին ցեր շփոթել է ուղիղ իմաստով, բոլորին դեմ եմ ուժը իրականացնում է այս ակցիային։ Դե մենք իրականում տեսեք, ցույց ենք տալիս այն, ինչ որ տեղի ունեցել միջև այս պահը, եւ տեղի ունեցել տարիներ շարունակ, սա նոր արարություն չի, բոլորը գիտեն, եւ իդեպ ասեմ, որ ցեխը դա ամենավատ բանը չի, ինչ իրար վրա շպրտել են։ Մենք մի քաղաքական սպանություններ ենք միջև անգամ ունեցել, մնացած էլ չասեմ ով ինչ է իրար վրա շպրտել, կամպրամատներով ու մնացածով։ Սա այնա ինչ որ մարդիկ տեսնելու են։ Ձեզ անպայման գալու են գեղեցիկ տենց հագնված, մազերը տենց ֆենա ու խոսելու են անպայման տենց բարձր բաների նկատմամբ, հա տենց ինչ որ բարձր պաթոսային բաներից են խոսելու, բայց իրականության մեջ սա այնա ինչ որ տեղի ունենում այս ընթացքում։ Ոչ մի բովանդակային քննարկում, ըստ էության մենք չենք էլ կարողանում տեսնել։ Բովանդակային քաղաքական միտք գաղափար Հայաստանում գրեթե չի քննարկվում։ Ես այս սա այդ ցեղ շպրտոցի կամպրամատներ իրար վրա, հա, ինչ որ պրոյեկտներ, որոնք կամ կատարվում են, կամ երբ որ չեն կատարվում, գալիս են ասում են կներեք Ժորժ ջան, դա չստացվեց։ Ու այդ ամեն ինչ արմա շատ լուրջ դեմքով, շատ գեղեցիկ ու կոկիկ հագնվորություն է ստեղծվում, թե ինչ որ անում ենք մենք, դա անլրջություն է։ Սա անլրջություն չի, սա պատկերավոր ցույց ենք տալի, թե ինչա մեր դաշտում տեղի ունենում իրականում։ Բայց նախընտրական այս փուլում քարտեզի ընթացքում այսպես նորմալ չէ, եւ բոլոր աշխարհի բոլոր հա, այսպես քարոզարշավների դեպքում ընդունված չէ, որ հակառակորդներին փորձել հա ձայներ բերել դեպի իրենց հակառակորդների ձայնից, ձայներ հավաքել նաեւ այդ ձևով նկատում են, որ ընդունված մեթոդներ չէ, այս մեր հասարակությունը շատ խիստ բևեռացված հասարակություն է։ Մեր հասարակությունը ամենահանրային ու քաղաքական տեսանկյունից, ես կասեի, զարգացած հասարակություններից մեկն է։ Մերոնք շատ հստակ գիտեն, թե ում են ընտրելու։ Նրանք, ովքեր արդեն որոշել են, թե ում են ընտրելու, իրանք վստահաբար գնալու են իրանց նախընտրած տեխնացուի կամ թիմի հետևից։ Մնացածը ուղղակի չեն մասնակցում ընտրություններին, ու սա փաստ է։ Սա բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալի, որ սա փաստ է։ Մենք մեր ակցիաներով փորձում ենք ցույց տալ, թե ինչ այլընտրանք կարող են ունենալ։ Այո, սա ինչ որ չափով տենց ոնց ասեմ, խայպի բան ունի, էլեմենտներ ունի մեջ, հա, ինչ որ անլրջացնելու տպավորություն կարող է թողնել իր մեջ, բայց նաև մարդիկ, ովքեր որ այլ կերպ նաև ուշադրություն գրավելու հնարավորություն մենք չունենք։ Մենք չունենք միլիարդներ, մենք չունենք ադմինիստրատիվ ռեսուրսներ, հմեկը մեր համար չի աշխատում 24/7-ով։ Այսինքն մենք որևէ հնարավորություն չունենք։ Մեր հնարավորությունը սա է, խայպ անելը, այո, եւ ի տարբերություն մնացածի, ովքեր որ շատ լուրջ դեմքերով են գալի խոսելու, մենք ասում ենք, որ մենք խայպ ենք անում։ Մենք ասում ենք, որ սա տենց խայպի էլեմենտ ունի մեջը, ոչ թե գալիս ենք լուրջ դեմքերով, հետո ասում ենք դե կներեք Արցախը Հայաստանը եւ վերջ հետո չստացվեց։ Դե կներեք, ասում խոստացել են կոռուպցիայի դեմ պայքար ենք, բայց չստացվեց։ Դե կներեք, ասենք չի, բազմաթիվ այլ բաներ։ Խոստացել ենք, բայց կներեք չստացվեց։ Անգամ կներեք է չեն ասում։ Հանուն արդարության եկեք ասենք, որևէ մի իշխանություն չի, որոնք մեծ խոստումներ են տվել, տենց էլ չեն եկել ներողություն չեն խնդրել իրանց սխալների մասին։ Ու բոլորին դեմ եմ թերևս միակ քաղաքական առաջարկ անողն է, որովհետեւ մենք գալիս ենք շատ կոնկրետ քաղաքական առաջարկ ենք բերում, ու շատ լուրջ առաջարկ ենք բերում, որը կարա ֆունդամենտալ փոփոխություն անի։ Մենք ասում ենք փոքր կուսակցությունները պիտի հնարավորություն ունենան պարլամենտում հայտնվելու, եւ այդ 4%-ը, որը դուք դրել եք, ինքը անհաղթահարելի է շատերի համար, նորմալ ուժերի համար անհաղթահարելի է։ Կայուն մեծամասնությունը, որը դրել եք, դա ձեր համար գործիք է, որտեղ օրվա իշխանությունը ամենաշատ հնարավորություն ունեցողը ինքը ուղղակի ոչ մեկի չի ուզում խոսա, ոչ մեկի չի բանակցում, ոչ մեկի նպատակ չունի, որտեղ ինքը գիտի կայուն մեծամասնությունը կա, ինչ է լինի ինքը հաստատ ունի այդ կայուն մեծամասնությունը։ Եվ վերջապես բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, որը մենք առաջարկում ենք, դա ոչ միայն տենց գան մարդիկ քվեարկեն, ասեն բոլորին դեմ են գնան տուն, չէ, բոլորին դեմ է մի չափով պարլամենտում դատարկ տեղեր պիտի մնան, որպեսզի կուսակցությունները չզզվացնեն ու չհոգնածեն մարդկանց, որպեսզի մարդիկ չնստեն տանը որպես բոյկոտ։
որ բոյկոտը պիտի արտահայտված լինի, ինչ որ ձևով դա պիտի պրոդուկտ ստեղծի, ու դա լինելու է դատարկ տեղերը պարլամենտում, բոլորին դեմ է մի ձայները պիտի գնան պարլամենտում դատարկ լինելու հետագայում։ Հիմա մենք պիտի ստանանք հնարավորինս շատ ձայներ, որպեսզի կարողանանք այդ բոլորին դեմ մարդկանց ներկայացված լինեն մարդիկ նաև պարլամենտում։ Մենք ունենք շատ հստակ պրոյեկտ, շատ կոնկրետ պրոյեկտ, ընդամենը 100 օրով, ոչ մեկ այսպիսի առաջարկ չի արել, ոչ մեկ չի ասում, որ մենք կգանք ընդամենը 100 օրով կանենք փոփոխություններ, որը շատ փոքր կուսակցությունների համար եւ հասարակության համար դրական պրոդուկտ կարող է ստեղծի եւ ոչ մեկ չի ասում, որ մեր վարչապետի տեխնացիոն այլևս երբեք ավելի շուտ 10 տարվա կտրվածքով, տվյալ դեպքում ես 10 տարի չեմ լինելու քաղաքականության մեջ, այսինքն չեմ այսի չար երեխեք են։ Տեսեք 10 տարի որևէ նշանակովի կամ ընտրովի պաշտոններում այլևս հնարավորություն չեմ ունենալու լինելու։ Սա միակ տարբերակն է, որտեղ օրվա իշխանությունը ասելա թե օրվա վարչապետը կկազմակերպի ընտրություններ, որտեղ անձնական շահ չի ունենալու, սեփական թիմ չի ունենալու։ Էնպես որ սա բացառիկ հնարավորություն է, ես կարծում եմ եւ հույս ունեմ, որ մեր հասարակությունը ճիշտ կգնահատի։